Չափազանց կարևոր է, որ մենք լավ հասկանանք ու վերլուծենք, թե ինչ կատարվեց 1920-ականների սկզբում, որպեսզի ավելի լավ կարողանանք հասկանալ, թե ինչ կատարվեց մեր նկատմամբ ընդամենը 5 տարի առաջ։ Այդ դեպքերը լավ վերլուծելու գործում լավ աշխատանք է կատարել մարտական եղբայրության Հրանտեր Աբրահամյանը, եւ հարկավոր գտա սա նշել, քանի որ այդ ժամանակների ամենալավ վերլուծություններից մեկն է։ Եթե լավ հասկանանք, թե ինչ կատարվեց 1920 թվականին, մենք շատ ավելի լավ պատկերացում կունենանք 2020 թվականի պատերազմի մասին, որի արդյունքում մենք ավելի խելամիտ ու իմաստուն քայլեր կանենք մեր ապագա մարտահրավերները հաղթահարելու համար, քանի որ նրանք, ովքեր չեն սովորում պատմությունից, դատապարտված են այն կրկնել։ 1920 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմը լավ հասկանալու համար պետք է իմանանք, որ Սյունիքը պաշտպանելու համար կռիվը այս պատերազմի մի մասն է եղել, որտեղ քեմալական զորքերը հարձակվում էին արևմուտքից արևմտյան Հայաստանի վրա, իսկ ռուս բոլշևիկները արևելքից Սյունիքի վրա։ Հայաստանը իր անկախության համար երկու ճակատում պատերազմ էր մղում, եւ սա փաստ է, որը չեն շեշտում մեր պատմաբանների մեծամասնությունը։ Նրանք այնպես են ներկայացնում, կարծես թե լիովին տարբեր պատերազմներ են եղել, որոնք իրար հետ կապ չունեին, բայց դա ամենևին չի համապատասխանում իրականությանը։ Գուցե պատմաբանները այդպես չեն ձևակերպում, որպեսզի շատ չշեշտվի այն իրականությունը, որ ռուսները ու թուրքերը իրար հետ միասին գործում էին մեր հայրենիքի դեմ։